Ողջույն բոլորին, ես Էդ Գևորգն եմ ու հերթական վիկենդը ավարտվեց, ես մի փոքր ուշ եմ նկարանում այս տեսանյութը, որովհետև տեխնիկայի խնդիր կար ու աշխատանքիս հետ կապված մի փոքր զբաղվածություն ունեի, բայց ես իհարկե ուզում եմ խոսել այս շաբաթվանից, ճիշտ է արանքային, հա, այս շաբաթվա մեջտեղում էլի հանդիպումներ կան, ընդ Անգլիայի լիգայի գավաթի կիսայի զրափակիչներն են, որի մասին եւս կցանկանամ խոսել, դրա համար այսօրվա տեսանյութը չի լինի այդքան ծավալուն, ես շատ թեմաների չեմ անդրադառնա, բայց ամենակարևոր կետերին իհարկե կանդրադառնամ ու խոսենք դրանց մասին, իհարկե խոսելու ենք Մադրիդի Ռեալից, ունտեղ կատարվող իրադարձություններից, հա, թե քանի 11 մետրանոց չնշանակեցին ու ինչու են Մադրիդի Ռեալի տենց ֆան բազայի մեծամասնությունը շարունակում քննադատել մրցավարությանը, չհասկանալով, որ այնտեղ հիմա այդ մակարդակն է ու բացի դրանից երկակի ստանդարտներ, որը Ռեալի ֆաները միշտ նշում են ու ես դրանց մասին այսօր կխոսեմ բացի Ռեալից Անգլիայի Պրեմիեր լիգա, Չելսին հաղթեց, Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց, շատ լավ խաղով իհարկե հաղթեց Մանչեսթեր Յունայթեդն, այնպես որ դրանց մասին եւս պետք է խոսել, դե իհարկե Անգլիայի Պրեմիեր լիգայում եւս մրցավարական խայտառակ խոտաններ եղան, այնպես որ խոսելու ենք դրանց մասին, քեզ միայն մնում է բաժանորդագրվես իմ YouTube-յան ալիքին, հետևես ինձ սոցիալական հարթակներում, հետևես ինձ Instagram-ում, որտեղ ես բարբերաբար շատ հետաքրքիր ռիլեր եմ գցում ու այնտեղ ոնց հասկանում եմ նմանատիպ կոնտենտը մարդկանց հաճելի է, շարունակելու եմ այդպես անել եւ իհարկե Telegram-յան ալիքում, որտեղ մենք քննարկում ենք ֆուտբոլ, մենք խոսում ենք ֆուտբոլից ամենաարագը հենց Telegram-ում եմ ես արձագանքում X իրադարձություններին ֆուտբոլային, այնպես որ հղումները թողնում եմ նկարագրության բաժնում, գնացեք, այնտեղ լինկով մտեք ու հետևեք ինձ նաեւ սոցիալական հարթակներում։ Ինչ մնաց։ Խորհուրդս ֆուտբոլասերներին գնալ Մաշտոցի 7 դրոփինգ հասցեում գտնվող ֆուտբոլիստ Արմենիա ֆուտբոլային խանութը եւ ձեռք բերել մարզաշապիկներ, ես նորից եմ ասում, շարունակում եմ տպավորված լինել, իրանք շատ լավ են աշխատում, այնտեղ շատ լավ տեսականի կա, շատ որակյալ տեսականի կա ու զգացվում է, որ տղաները իրոք քրտնաջան աշխատել են, որպեսզի ունենան նման վայր, որտեղ մենք կարող ենք ունենալ մեր փոքրիկ կտորը ֆուտբոլային աշխարհից, այնպես որ ֆուտբոլիստ Արմենիա Մաշտոցի 7 դրոփինգ գնացեք, գնեք, ուրախացեք։ Հիմա քննարկենք ֆուտբոլ, որովհետև այնտեղ բաներ են տեղի ունեցել։ Եկեք գիտեք ինչ անենք։ Եկեք այսօր սկսենք իսպանական ֆուտբոլից։ Նախ Բարսելոնան հաղթեց Էլչեին, հաղթեց 3-1 հաշվով, ինչի են ինձ սա հիշում, երբ որ ես տեսանյութ եմ նկարանում։ Բարսելոնան հաղթեց 3-1 հաշվով ու այնտեղ իրականում ես խաղից առաջ գրել էի Telegram-յան ալիքում, որ Բարսելոնան հեշտ հաղթանակ է ունենալու ու Էլչեն այն թիմը չի, որը կարող է ատամ ցույց տալ Բարսելոնայի դեմ։ Ու իրականում Իսպանիայի առաջնությունում, հա, հաշված թիմեր կան, նույնիսկ մի ձեռքի մատների վրա կհաշվենք այն թիմերին, որոնք կարող են հիմա այս պայի դրությամբ, թե արտագնա, թե տնային խաղերում լուրջ մրցակցություն ցույց տան Բարսելոնային ու Մադրիդի Ռեալին ու հաղթեն այդ խաղը, եթե Մադրիդի Ռեալն ու Բարսելոնան իրանց գլխին կոպիտասս չեն սարքում։ Ու Բարսան դուրս եկավ խաղադաշտ, Բարսան հաղթեց ընդհանուր 3-1 հաշվով, Էլչեն շարունակեց հանդը, իրանք ասում են, օրինակ տղերքի հետ վեր մենք խոսում ենք, Էլչեն ուժեղ թիմ է, տեսեք իրանք բաց ֆուտբոլ են խաղում, թքած պաշտպանության վրա մենք կգրոհենք եւ այլն, բայց խնդրում եմ, օրինակ նույն բաց ֆուտբոլը եթե Բարսելոնան խաղար Անգլիայի Պրեմիեր լիգայի օրինակի համար Սանդերլենդի դեմ Բարսելոնան վստահ եմ 2 ու ավել գոլեր բաց թողելու, վստահ եմ ուղղակի դրանում։ Բարսան դուրս եկավ, արդեն 5-րդ րոպեին բացեց հանդիպմանաշիվը, Բարսելոնայի մոտ հարձակման գիծը շարունակում է ունենալ մեծ ներուժ, շարունակում եմ հիանալ Ֆերմին Լոպեսով, շատ ուրախ եմ, որ ինքը երկարաձգեց պայմանագիրը Բարսայի հետ, հիշում եմ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, որ շատ արագ նորություններ տարածվեցին, որ Ֆերմին Լոպեսը հնարավոր է կարիերան շարունակի Չելսիում, ես միանգամից դեմ եի այդ տրանսֆերին, որովհետև Չելսին Ֆերմինի տեղը չէր, Չելսին ինքը այլ բանի մասին այնտեղ փիլիսոփայությունն այլ, հա, նաև ակումբի ու Ֆերմին Լոպեսը ուղղակի չէր տեղավորվի այնտեղ ու շատ ուրախ եմ, որ ինքը մնաց, շարունակում է մեկնարկային կազմում հայտնվել ու արդյունք ցուցաբերել, բայց ընդհանուր խաղի վերաբերյալ շատ բան ասել չեմ կարող, միայն կանդրադառնամ Ֆերան Տորեսին, իհարկե ցավում եմ, շատ եմ ցավում ֆուտբոլիստի համար, որովհետև վերջին մի քանի տարիների ընթացքում մենք մեկ անգամ չէ որ տեսել ենք ֆուտբոլիստի նկատմամբ ծաղրանք ու չեմ ուզում ասել որ սա վերածվել է ինչ-որ մի հատ տոտալ մեմի, բայց Ֆերան Տորեսը ուղղակի ցույց է տալիս իր ֆուտբոլով թե ինքը ինչ հակասական կերպար է ու ինչպես կարող է
մեկ խաղ դուրս գալ, փայլել ու բոլորը խոսեն նրա մասին միայն լավը, հաջորդ խաղում դուրս գալ ու կատարել այնպիսի սխալներ, որ սկսում ես կասկածել, թե ինչու է նա խաղում Բարսելոնայում, այլ ինչու ոչ ես, որովհետև եթե նայենք Ֆերան Տորեսին Էլչեի դեմ, ապա կոնկրետ ես ու Ֆերան Տորեսը էական տարբերություն չենք ցույց տա խաղադաշտում, որովհետև թե Տորեսը, թե ես կվրիպեինք այն դիրքերից, որից վրիպեց իսպանացի ֆուտբոլիստը։ Այնտեղ ինչքան գիտեմ 4-5 պահ ունեցել գրեթե 100%-անոց, որը չի իրացրել, ամենաաբսուրդային այդ մոտ տարածությունից, որ հարվածում է դարպասաձողին, գնդակը վերադառնում է իրան, նորից դիպչում է իրան, նորից գնում է դարպասաձողին։ Մի խոսքով, Ֆերան Տորեսի օրը չէր ու դա էր պատճառը, որ Բարսելոնան ուղղակի չջախջախեց մրցակցին, 6-7-1 հաշվով չհաղթեց։ Այո, պաշտպանողական գործողություններում Բարսան շարունակում է ունենալ նույն խնդիրները, իրականորեն հոգնել եմ դրա մասին խոսելիս, բարձր դիրքավորվում են, արդեն չեն հասցնում մրցակիցների հետևից։ Մրցակիցները խորքից են կատարում իրենց արագացումները, ու Բարսան շարունակում է դրա դիմաց խնդիրներ ունենալ ու լուծում դեռևս Հանսի Ֆլիկը չի տեսնում։ Իսկ առջևում արդեն գալիս է լուրջ հատված, Բարսելոնան լավագույն ութնյակում էր Չեմպիոնների լիգայի, դա նրանց համար մի փոքր ուրախություն է, որովհետև ավել երկու խաղ չեն խաղա, բայց 1-8 եզրափակիչից արդեն այնտեղ բարդությունների է հանդիպում, որպեսզի հասկանաք, Բարսելոնան հավանական է, որ խաղա Պարի Սեն-Ժերմենի հետ։ Մի բան, ինչը մենք երազում ենք նախորդ մրցաշրջանում, մենք գուցե տեսնենք այս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում, ու նման պաշտպանության Բարսելոնան իհարկե շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու Արագավազ Բարկոլայի, Դուեի ու Դեմբելեի հետ խաղալիս։ Բարսան հաղթեց, շարունակում է առաջատարությունը, իսկ նրան շարունակում է հետապնդել Մադրիդի Ռեալը, որը հաղթեց 2-1 հաշվով Ռայո Վալեկանոին։ Մադրիդի Ռեալի կրկին սուլում էր Սանտիագո Բեռնաբեուն, Մադրիդի Ռեալը կրկին հակասական պատկերացումներ կազմող թիմ է այս մրցաշրջանում, Բենֆիկայի դեմ խաղից հետո, չգիտեմ, դա կարծում եմ շոկ էր, այս ոչ թե նայեք, հիմա երբ որ ես երկար մտածեցի կոնկրետ դրվագի վերաբերյալ, ես այնտեղ իմ Telegram-յան ալիքում էր գլեցի, որ նայեք Վինիսիուսն ու Մբապեն չեն հարցակվում, չէ, ոչ թե չեն հարցակվում, չեն պաշտպանվում, կանգնած նայում են, թե ոնց են քանակական առավելություն ունեցող թիմը գրոհում վերջին վայրկյաններին ու խփում այն գոլը, որը իրանց պետք է։ Արդյունքում ես հասկացա, որ լավ է, էական տարբերություն չկա, 4-2 կպարտվեն, թե 3-2 կպարտվեն։ Իրանց պետք էր գոլ, որպեսզի լավագույն ութնյակում հայտնվեն ու դրա համար էլ Մբապեն Վինիսիուսի հետ այնտեղ են։ Չնայած ես շարունակում եմ չընդունել այդ փաստը, ես շարունակում եմ պնդել, որ եթե նույնիսկ դու սուպերաստղ ես, դու պարտավոր ես օգնել քո թիմին, հատկապես երբ քո թիմը 9 ֆուտբոլիստով է, բայց հիմա եղածը այն է, ինչ եղավ Չեմպիոնների լիգայում։ Ու այդ ֆոնին իրանք գալիս են իսպանական Լա Լիգա անցկացնելու իրենց հերթական հանդիպումը, Սանտիագո Բեռնաբեում շարունակում է սուլել, այնտեղ լարվածություն է ամբողջ ակումբում, երկրպագուների միջև կա լարվածություն, որոշները ընդունում են սուլոցները, որոշները չեն ընդունում, խոսքը ֆուտբոլիստների մասին չէ, այսինքն ֆան բազան ինքնին բաշխվել է երկու մասի, մի մասն ասում է, որ իրանք արժանի են այդ սուլոցներին ու քննադատություններին, մյուս մասն ասում է, որ ինչի համար, եթե պետքա այս ծանր ժամանակահատվածում լինել թիմի կողքին։ Երկուսի կողմն էլ իհարկե իր ճիշտը ունի ու կարելի է ընդունել երկուսն էլ, բայց կոնկրետ իմ տեսակետով Սանտիագո Բեռնաբեուն ու ընդհանրապես Մադրիդի Ռեալը այնպիսի ակումբ է, ինքը յուրահատկություն ունի իր մեջ, որ դու մշտապես պետք է արդյունք տաս։ Կապ չունի թե դու քանի օր ես Մադրիդի Ռեալում, դու պետք է արդյունք ցույց տաս, այնտեղ քեզ չեն սպասում, այնտեղ ոչ մի բան չեն հանդուրժում ու Մադրիդի Ռեալը միշտ այդպես եղել ու Մադրիդի Ռեալը դարձել է Ռեալ հենց այդ պահանջների հիման վրա։ Բայց եթե խոսենք բուն խաղից, ընկերներ, եթե խոսում ենք բուն խաղից, ապա շարունակում եմ պնդել, որ դրական ոչ մի բան չեմ կարող ասել Ռեալի խաղի մասին։ Մադրիդի Ռեալը առաջին խաղակեսում քանի վիճակագրություններ չեմ ուզում նայեմ, որտեղ ես հիշում եմ խաղը որպես այդպիսին կիսապահեր ունեցավ, 1 կամ 2 ռեալ պահ ունեցավ, երկու կարևոր իրադարձություն եղավ առաջին խաղակեսում, մեկը բացասական, մյուսը դրականն այն էր, որ Վինիսիուսը 90 րոպեներից 2 րոպեում հիշեց, որ ինքը էլիտար կարգի ֆուտբոլիստ է, ինքը ֆանտաստիկ է դրիբլինգով ու ինքը կարող է խաղը իր վրա վերցնել, 3 ֆուտբոլիստի շրջանցումը ֆանտաստիկ գոլ է խփում, ուղղակի են որ
բրավո, ինչ կարաս ասես։ Նայեք, օրինակ ես շարունակում եմ ատել Վինիսիուսին։ Ես չեմ պահում իմ հակակրանքը տվյալ ֆուտբոլիստի հանդեպ։ Ես ձեզ բացատրել եմ, թե ես ինչու եմ չեմ ուզում ատում, բայց ես ինչու չեմ սիրում Վինիսիուս Ժունիորին։ Բայց երբ որ ինքը անում է նման բան խաղադաշտում, դու պիտի կամ կույր լինես կամ ուղղակի չսիրես ֆուտբոլը ընդհանուր, որպեսզի չգնահատես այն, թե ինչ արեց Վինիսիուսը։ Ֆանտաստիկ գոլ խփեց ուղղակի ու դրանից հետո գնաց համբուրեց Մադրիդի Ռեալի տարբերանշանը, ցույց էր տալիս երկրպագուներին, որ ավելի շատ սուլեք կամ չգիտեմ ակտիվացեք, մի խոսքով, այդ իր Վինիսիուս Ժունիորի ամենամեծ խնդիրը նրանում է, որ ինքը չի կարողանում գոնե մի խաղ պահել իր բնավորությունն իր ներսում, ոչինչ ցույց չտալ, դուրս գալ խաղալ, դուրս գալ խաղադաշտից, մի քանի խաղ այդպես անի, գուցե մարդիկ մոռանան, թե ինչ էին կարել մյուս խաղերի ընթացքում, բայց Վինիսիուսը այդ կերպարն է, Վինիսիուսը ինքը պրովոկացիոն անձնավորություն է, Վինիսիուսը ինքը սիրում է այդ խաղադաշտում էմոցիան, դրաման ու շարունակում է այդպես անել։ Իսկ երկրորդ իրադարձությունը դա իհարկե Ջուդ Բելինգեմի վնասվածքն էր, ինչը շատ վատ կարող է ազդել Մադրիդի Ռեալի վրա, հանդեղ միանգամից դրական կետեր են փնտրում մնացածը ու դա իրականում նաև լավ է կյանքում եւս, յուրաքանչյուր վատ իրադարձությունից, վատ մի հատ իրավիճակից նույնիսկ պետք է գտնես լավ բաներ ու դրանց վրա կենտրոնանաս։ Շատերը ասում են, որ Ջուդ Բելինգեմի վնասվածքից հետո կարող է բացվել Արդա Գյուլերը, իր շանսը կստանա նաև Բրահիմ Դիասը, բայց կոնկրետ Բելինգեմի արկայությունը խաղադաշտում ինքը ինչ որ չափով կապող օղակ է։ Բելինգեմը քրտնաջան աշխատանք կատարող է, Բելինգեմը կեղտոտ աշխատանք կատարող է խաղադաշտում ու նրա բացակայությունը իհարկե կարող է շատ ազդել Մադրիդի Ռեալի խաղային որակների վրա։ Գուցե օրինակ այն խաղացանկը, որը ունի Ռեալը բոլոր խաղերում հաղթի ու ասեն լավ դե հիմա Բելինգեմը չկա, բայց տեսեք մենք հաղթեցինք, բայց երբ որ գա կարևոր խաղ ու չլինի Ջուդ Բելինգեմ, վստահաբար կարող եմ ասել, խաղում տարբերություն դուք կտեսնեք, հա Ռեալը Բելինգեմով ու առանց Բելինգեմ վստահաբար տարբերությունները մենք կտեսնենք։ Բայց ինչի մասին եմ ես իհարկե ցանկանում խոսել։ Ես ցանկանում եմ խոսել երկակի ստանդարտներից։ Բոլորս էլ հասկանում ենք, հա, իսպանական մրցավարներ կամ ընդհանրապես վերջին 2-3 տարում մրցավարություն Մադրիդի Ռեալ, Իսպանիա ու Անգլիայի Պրեմիեր լիգա իրանք մի հատ փոխկապակցված բաներ են։ Մադրիդի Ռեալի ու Ռայո Վալեկանոյի միջև խաղում մրցավարը իհարկե կորցրեց երկրորդ խաղակեսում թելը խաղի հանդեպ տիրապետության, վերադարձրեց այն պահին, երբ կարմիր քարտ ցույց տվեց Ռայո Վալեկանոյի ֆուտբոլիստին, ինչը 100%-անոց կարմիր քարտ էր, այդպես ֆուտբոլիստի վրա գնալ չի կարելի, բայց շատերը կարող են ընդունեն, շատերը չընդունեն, տղերքը ասում են, որ դու ուղղակի Ռեալի դեմ հակակրանք ունես, ես ոչ մի թիմի դեմ հակակրանք ունեմ, դա Մանչեսթեր Յունայթեդն է, որի մասին այսօր խոսելու եմ միայն դրական։ Մադրիդի Ռեալը, ընկերներ, դուրս էր եկել խաղադաշտ երկրորդ խաղակեսի համար 11 մետրանոց ստանալու մեծ ցանկությամբ, շատ մեծ ցանկությամբ։ Առաջին դրվագում երբ Վինիսիուսի նկատմամբ չնկատեցին խախտում, հաջորդ գրոհին բանը Ռայո Վալեկանոն դարձավ գոլի հեղինակ։ Ես հիմա փորձում եմ գտնել կոնկրետ այդ հանդիպումը, որ վիճակագրությունը երկրորդ խաղակեսի համար ձեզ ցույց տամ, հուսամ կգտնեմ Մադրիդի Ռեալը, Մադրիդի Ռեալի դեպ միակ խաղն էր, որտեղ կարմիր քարտ է եղել։ Երկրորդ խաղակեսում, ընկերներ, Մադրիդի Ռեալը կատարել է ընդհանուր 10 հարված, որից 4-ը դարպասին։ Մեկը ավարտվել է գոլով 11 մետրանոցը։ Այսինքն, փաստացի Մադրիդի Ռեալը եւ Ռայո Վալեկանոն երկրորդ խաղակեսում կատարել են հավասարաչափ դիպուկ հարվածներ։ Երկուսն էլ ստեղծել են հավասարաչափ լուրջ պայր, երկուական։ Բայց երբ որ դու նայում ես Մադրիդի Ռեալին կոնկրետ խաղը, վառ զգացվում էր, որ իրանք ոչ թե ուզում էին կոմբինացիոն ֆուտբոլով, ոչ թե ուզում էին անհատական վարպետության շնորհիվ, այլ իրանք ուզում էին հասնեին տուգանային հրապարակ ու այդ ժամանակ ֆուտբոլիստների արագության հաշվի վաստակային 11 մետրանոց 4 անգամ վիճելի դրվագ տեղի ունեցավ մրցակցի տուգանային հրապարակում։ Գուցե որոշները խախտում էին, գուցե որոշները սիմուլյացիա էին։ Հարցախր դրանում չի։ Հարցը կայանում է երկակի ստանդարտների մասին։ Երբ մարդիկ խոսում են, որ մրցավարը սենց որոշում կայացրեց, ու դա քննարկվում է ամբողջ աշխարհում կամ մեծամասնության մոտ, որովհետև դա Մադրիդի Ռեալն է։ Ես մի փոքր համաձայն չեմ, որովհետև նմանատիպ խայտառակություն տեղի ունեցավ եւ Լիվերպուլի խաղում, եւ առավել եւս Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում։ Բայց ի տարբերություն նրանց Ռեալի
մրցավարի վատ լինելու մասին խոսվեց, իսկ ոչ միտեղ ես չտեսա, որ ինչ-որ մեկը նշի, որ Անթոնի Գորդոնը պետք է ստանար կարմիր քարտ։ Ոչ միտեղ չտեսա, որ նշեն, որ Մարգեհի հանդեպ կար, ասենք բացահայտ խախտում, բացահայտ։ Ես դա չտեսա։ Երկակի ստանդարտներ ասված ես մի փոքր չեմ ընդունում, հատկապես երբ ասում ես երկակի ստանդարտներ ու միանգամից Մադրիդի Ռեալն է շեշտում ու Մադրիդի Ռեալը իրականում այս պայդրությամբ ոչ այդքան արժանիորեն, բայց բոլորի ուշադրության կենտրոնում է։ Ռեալը հաղթում է այդ խաղը, ընկերներ։ Ռեալը հաղթում է 2-1 հաշվով, վերջին վայրկյաններին նշանակվում է 11 մետրանոց, 100%-անոց 11 մետրանոց, այնտեղ ֆուտբոլիստը ուղղակի բաց է թողում գնդակը ու հարվածում է բանին, Բրահիմ Դիասի փորին, 100%-անոց 11 մետրանոց է։ Դրանից առաջ էլ տեղի ունենում մի հատ իր դեպք Մբապեի հետ պայքարում, որը եւս 11 մետրանոց է, այն մնացածը իմ համար 11 մետրանոց չի, Վագը ասեց Վինիսիուսի ոտքին կանգնեցնին, ուղղակի Վինիսիուսը դարձել է երկրորդ Նեյմարը իսպանական Լա Լիգայում ու Վինիսիուսը հիմա նույնիսկ եթե կա խախտում, ինքը այնքան է ստիպել, որ մարդիկ չհավատան իրեն, որ նույնիսկ մաքուր խախտումների մոտ կասկածանք է առաջանում, արդյոք այդտեղ կար խախտում թե ոչ, որովհետև պայքարի մեջ Վինիսիուսն է։ Ես շարունակում եմ դժգոհ լինել Ռեալի ֆուտբոլից։ Ես շարունակում եմ չընդունել այն փաստը, որ Ալվարո Արբելոան կարող է ինչ-որ բան փոխել։ Արբելոան ոչինչ չի փոխել, ընդհանրապես։ Ոչ խաղային ոչի մեջ եմ ինչ-որ փոփոխություն տեսնում։ Այնտեղ եթե Չուամենին լավն էր Ալոնսոյի ժամանակ, Չուամենին հիմա լավը չի։ Դին Հոյսենը հերթական անգամ ցույց է տալիս, որ ինքը ձախողված տրանսֆեր է։ Ալվարո Կարերասին այս խաղում չվստահեց, Կամավինգան խաղաց, ու վստահ է մյուս խաղն էլա Կամավինգա լինելու ձախ եզրում։ Մի խոսքով հիմա իսկ ոնց ասեց ես պետքա գտնեմ, ես իմ Telegram-յան ալիքում գրել էի Արբելոայի տեքստը ու կոնկրետ Արբելոայի այս պահվածքը այնքան գցում Իրանին մոտ շատ հեսա Ալվարո Արբելոան ընկերներ ասել է նման բան սա հաղթանակ էր սրտով եւ ոգով Բեռնաբեուն շատ օգնեց մեզ Բեռնաբեու երկրպագուները կարևոր դեր խաղացին մեզ մղելու դժվարին խաղում հաղթելու այն թիմի դեմ որը միշտ խնդիրներ է ստեղծում մեզ համար Սանտիագո Բեռնաբեուն աջակցել է պարզվում է տղաներին պարզվում է այդ 90 րոպե սուլել է այդ աջակցությունը երևի մենք չենք հասկանում ֆուտբոլ կամ էլ Ալվարո Արբելոանը ապրում ինչ-որ մի հատ իր բանում սեփական աշխարհում, որտեղ գիտի, որ եթե սեփական հարկի տակ քո ֆուտբոլիստներին ամեն անգամ երբ գնդակը ստանում են, սուլում են, ուրեմն դա աջակցություն է։ Բայց Ալվարո Արբելոան արդեն խոսքի առումով կորցրել է իր մոտ վստահությունը ձեռք չբերած այն։ Որովհետև ինչ Ալբեսետեից հետո, ինչ էս Ռայո Վալեկանոից հետո, թե ինչ ֆենոմենալ է Վինիսիուսը, մի խաղում երբ Վինիսիուսը 25 անգամ կորցրել է գնդակը։ Արբելոան ինքը եկել է ուղղակի սաղին, չգիտեմ, հաճոյախոսի, որպեսզի միջև մրցաշրջանի ավարտ գոնե պահեն, ընդ արդեն կմտածենք ինչ կլինի։ Բայց սենց մարզիչ չպետք է Մադրիդի Ռեալին, սենց ամեն ինչ իր վրա վերցնող, բոլորը լավն են, բոլորը մեզ աջակցում են, երբ որ իրականությունը ընդհանրապես դրա մասին չի, բայց Ռեալը շարունակում է մեկ միավորի տարբերությամբ ընդհանրապես զիջել Բարսային։ Ռեալը հաղթեց, շնորհավորում եմ, հաղթանակի կապակցությամբ, բայց ցուցադրած ֆուտբոլի ու երկակի ստանդարտների կապակցությամբ դժվար թե շնորհավորել։ Այև եկեք Անգլիայի մասին ընկերներ, կարծում եմ այս տեսանյութը լինելու է վերջին 1 տարվա ընթացքում ամենակարճ տեսանյութը, որ ես նկարահանել եմ, որովհետև այնց էական top բաներ տեղի չեն ունեցել, որ դնես առանձին վերլուծես, բայց կոնկրետ խաղերին կարելի է անդրադառնալ Լիվերպուլը երևի թե այս մրցաշրջանում Մադրիդի Ռեալի դեմ խաղից հետո անցկացրեց իր լավագույն հանդիպումը, հաղթեց 4-1 հաշվով Նյուքասլին ու այնտեղ իրականում շատ པարզ պատկեր էր, թե ինչ տեղի ունեցավ, Լիվերպուլի մոտ ընդհանրապես ամեն ինչ ստացվեց, մեկներկային 20 րոպեներից զատ ամեն ինչ Լիվերպուլի մոտ ստացվեց, այնտեղ բոլորը շատ լավ խաղացին, հատկապես Իբրահիմա Կոնատեն, որը շատ դժվար ժամանակներ է ապրում հիմա, հա, եթե չգիտեիք, 1 շաբաթ կամ 2 շաբաթ առաջ նրա հայրն էր մահացել, դրա պատճառով նա Չեմպիոնների լիգայի խաղին չմասնակցեց, Պրեմիեր լիգայի խաղին չմասնակցեց ու նաև այս խաղին չպետք է մասնակցեր, բայց նա զանգել է Արնե Սլոտին, տեղեկացրել է, որ զգում է, որ թիմը պաշտպանի կարիք ունի, օգնության կարիք ունի, եկել է ժամանակից շուտ, չգիտեմ հոկեբանորեն ինչպես է տրամադրվել, բայց ֆանտաստիկ խաղ խաղաց Իբրահիմա Կոնատեն, սա այն Կոնատեն է, որը ես ուզում եմ տեսնել ամեն շաբաթ ու սա այն Կոնատեն է, որին պետք է
նոր պայմանագիր առաջարկել։ Նախորդ խաղերի, այսինքն այս մրցաշրջանի Կոնատեին ոչ, բայց կոնկրետ Նյուքասլի դեմ Կոնատեին այո, միանշանակ այո նոր պայմանագիր պետք է, բայց շտապել խորհուրդ չեմ տա, տեսնենք թե ինչպես կխաղան օրինակի համար Մանչեսթեր Սիթիի դեմ։ Լիվերպուլը հաղթեց 4-1 հաշվով, Էկիտիկեն դարձավ դուբլի հեղինակ, Վիրցը գոլ խփեց, երկուսն էլ հանճարեղ մարզավիճակում են գտնվում այս պահին, Հյուգո Էկիտիկեն ընդհանրապես Պրեմիեր լիգայի լավագույն կենտրոնականներից մեկն է այս պահի դրությամբ ու որպես այդպեսին ինքը դասական կենտրոնական չի, ինքը այսինքն վինգերել է կարող խաղա, ինքը եզրից կենտրոն է շարժվում, ինքը կենտրոնում էլ է պաշտպաններին կարողանում հավաքել, ինքը ֆիզիկապես պինդ է։ Մի խոսքով, ինչի համար էր պետք Ալեքսանդր Իսակը սիրելի Լիվերպուլ։ Ում էր պետք Ալեքսանդր Իսակը, եթե դու կարող ես ուղղակի ձեռք բերել բանին Հուգո Էկիտիկեին, պահեիր Դարվին Նունյեսին ու վсё Դարվին Նունյեսը քաոս մտցնող ֆուտբոլիստ երկրորդ խաղակեսի համար, Էկիտիկեն ավելի շատ որակական հատկանիշներով առաջին խաղակեսի համար կամ ընդհանրապես ամբողջ խաղի համար։ Սալահը դարձավ գոլային փոխանցման հեղինակ ու ռեկորդ գրանցեց, յանգամից երկու ռեկորդ գրանցեց, նա դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը մեկ թիմի դեմ ունի երկնիշ արդյունավետություն թե գոլերի թե ասիստների վերաբերյալ, գոլերը 10 քանի գոլ է խփել 14-15 գոլ է խփել 10 ասիստ կատարեց արդեն մի խոսքով Սալահը ինչքան էլ վատնա ինքը շարունակում է ռեկորդներ խփել Սալահը նաև դարձավ մեկ ստադիոնում ամենաշատ գոլային գործողություն կատարած ֆուտբոլիստը իդեպ շրջանցելով Wayne Rooney-ին Այնպես որ Լիվերպուլի համար weekend-ը դրական էր ստացվել, ես գոհ եմ, ես առաջին անգամ երկար դադարից հետո առանց լարվելու նայեցի, Նյուքասլի հետ կապված, Նյուքասլի ֆուտբոլը շարունակում են հələ շատ པարզ, իրանք շեշտը դնում են մեկներկային 20-25 րոպեների վրա, այնտեղ բարձր ճնշում, եթե ստացվում է կոտրել մրցակցին, իրանք այդ խաղը հաղթում են, եթե չի ստացվում կոտրել մրցակցին, այդ խաղը իրանք չեն հաղթում։ Եվ եւս մեկ իրադարձություն այդ խաղում, որտեղ եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչքան խայտարակ վիճակում է Անգլիայի Պրեմիեր լիգայում մրցավարությունը, Իսպանիան միայնակ չէ, Էնթոնի Գորդոնը երկու անգամ պետք է հեռացվեր խաղադաշտից։ Առաջինը դա միտումնավոր մրցակցին հարվածելու համար, երբ որ նրանք նույնիսկ գնդակի համար չեն պայքարում, ինքը ուղղակի արմունկով հարվածեց Ալեքսիս Մակալիստերին ու դրա համար նույնիսկ դեղին քարտի չարժանացավ, եւ երկրորդը, երբ նա բաց ոտքով գնաց Ալիսոն Բեկերի վրա ու այդ ժամանակ դեղին քարտ ստացավ։ Երկուսն էլ կարմիր քարտի խախտում էր, բայց մրցավարությունը շարունակում է հիշեցնել իր մասին բացասական կերպով։ Աստոն Վիլան պարտվեց արտագնախաղում Բրենթֆորդին, Ունայ Էմերիի թիմը անցկացրել երևի թե այս մրցաշրջանի իր վատագույն խաղերից մեկը, չփայլեցին ոչ մեկ, Մորգան Ռոջերսների ինչ-որ բան փորձում աներ, բայց միայնակ իհարկե մի ծաղկով գարուն չի գա, այնպես որ Աստոն Վիլան կարծում եմ արժանի էր պարտության, այնտեղ կրկին մենապայքարները շատ էին, դա Բրենթֆորդյան ոճով էր ընդհանրապես Պրեմիեր լիգայի միջնամասում գտնվող թիմերը խաղում են ավելի շատ ֆիզիկական տվյալների հիման վրա, օդային պայքարներ, ստանդարտներ եւ այլն ու դրանից էլ եկավ Աստոն Վիլայի որակական վատ խաղը կոնկրետ Բրենթֆորդի դեմ խաղում։ Երկու թիմ կա, որի մասին ես լավ խաղացի, 3 թիմ կա, որի մասին ես ցանկանում եմ խոսել, դե Արսենալի մասին ինչ խոսեմ, 4-0 իրանք հաղթեցին Լիդսին, ընդդեմ շատ པարզ էր ամեն ինչ։ Նախ Չելսի ու Մանչեսթեր Յունայթեդի մասին խոսենք, sense ընդհանուր մի տեքստով։ Չելսին ու Մանչեսթեր Յունայթեդը հաղթեցին երկուսն էլ 3-2 հաշվով, համապատասխանաբար Վեսթ Հեմին եւ Ֆուլհեմին։ Երկու լոնդոնյան թիմ, որոնք պարտություն կրեցին այս տուրում, Վեսթ Հեմը իրականում կոնկրետ շատ շուտ հավատաց հաղթանակին, ընդ 2-0 էր առաջին խաղակեսը ընդհանրապես ոչ մի բանի մասին էր Չելսիի մոտ, ընդհանրապես ոչ մի բանի մասին էր։ Այնտեղ ոչ մի բան, ոչ կոմբինացիոն ֆուտբոլներ ստացվում, ոչ բիլդափով էր ստացվում, ոչ հակագրոհով էր ստացվում, ոչ հարձակման վերջին երրյակներ կարողանում ինչ-որ մի հատ բան անել, սխալ հարձակման երրյակ էր մտցրել իրականում բանը Ռոսենյորը ու դրանից հետո, չգիտեմ, իրադարձությունների հաջորդականությամբ պլյուս Ռոսենյորի փոփոխությունները շունչ տվեցին Չելսին երկրորդ խաղակեսում։ Ալեխանդրո Գառնաչոն ինքը մի հատ աղետ է ու երևի Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարությունը, որ այսքան չէ, ասում են Glazer out, ինչ եք անում դուք կործանում եք մեր թիմը, ինձ թվում է կարա Glazer-ներից մեկը նայեք ախպեր։ Մենք տվին Գառնաչոին։ Իսկ Գառնաչոն ոչ մի բան է, գոհ չեք մեզանից։ Գառնաչոն ուղղակի մի հատ աղետ է։ Ընդ կար մի դրվագ, որտեղ ինքը 3 անգամ ստացավ, մի քանի վայրկյանի ընթացքում գնդակ ու 3 անգամ էլ կորցրեց։ 3 անգամ էլ կորցրեց։ Երկրորդ խաղակեսում մի անգամից հանեց Գառնաչոին, Գիտենսը, որը կարծում եմ եւս ձախողված է, ինքը դժվար թե ինչ-որ բանի հասնի, վնասվածքներն իրան շատ խանգարում ու այդ խաղում եւս վնասվածք ստացավ։ Ու հարձակման կրակակետում Լիամ Դելապն է։ Պատկերացնում եք Լիամ Դելապը Չելսիի կենտրոնական հարձակվողն էր ու իրանք ուզում են ինչ-որ լուրջ բանի հասնել։ Դելապը լավն է, խնդիր չի, բայց չեմպիոնության համար Լիամ Դելապով
չես պայքարի։ Բայց երկրորդ խաղակեսում ընկերներ Չելսին կարողացավ վերադառնալ խաղ, Ռոսենյորի ճիշտ փոփոխությունները, մտավ միանգամից Պեդրո Նետուն, Պեդրո Նետուն Գիտենսի փոխարեն մտավ, Գառնաչոյի փոխարեն, ով մտավ խաղադաշտ Գառնաչոյի փոխարեն։ Մի խոսքով, յուրաքանչյուր մարդ, որը կարող է օգուտ տալ Չելսին բացի Գառնաչոյից, մտավ խաղադաշտ, բավականին լավ հանդիպում անցկացրեց, այնպես որ կարելի էր գովալ այդ ֆուտբոլիստին։ Ես պետք է պրոստը փորձեմ գտնեմ ով էր այդ ֆուտբոլիստը Չելսիի կազմում, Ժոա Պեդրոն դուրս եկավ խաղադաշտ ու երակի փոփոխություն կատարեց իդեպ Ռոսենյորը, ինքը դուրս բերեց խաղադաշտից այն ֆուտբոլիստներին, որոնք խնդիր էին առաջացնում։ Առաջին խաղակեսում ձախ եզրը Չելսիի թիմի խայտարակություն էր, բանին ավելանում էր նաև Ժորել Հատոն, եւս մեկ ձախողված տրանսֆեր, որի մասին ոչ մեկ չի խոսում։ Գառնաչոյին ու բանին Ժորել Հատոին հանեցին, բերեցին Ժաո Պեդրո ու Մարկ Կուկուրեա, ամեն ինչ դզվեց, Չելսին վերադարձավ։ Ռոսենյորի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր սա, Անգլիայի Պրեմիեր լիգայում, եթե չեմ սխալվում, 5-րդ անընդմեջ հաղթանակն էր։ 5-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում, ես ներողություն եմ խնդրում, Պրեմիեր լիգայում, չէ։ 5-րդ անընդմեջ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում, սա շատ լավ է Ռոսենյորի համար, լավ մեկնարկ է սա, թիմին վստահություն, ապացուցում է նա, որ ես եկել եմ փոխելու ինչ-որ մի բան, բայց ճիշտը որ ասեմ, էական փոփոխություններ ես չեմ տեսնում, ուղղակի տենց կետային, դետալային փոփոխություններ, ճիշտ է, հիմա դու կարող ես ասել դու ինքդ քեզ հակասում ես, որովհետև օրինակ լավ մարզիչը ոնց է, ինքը գալիս է տեսնում է մի համակարգ, որը աշխատում է, մեջը դետալային փոփոխություններ է կատարում, ու այդ համակարգը ավելի լավ է սկսում աշխատել, ինչպես օրինակ արեց Արնե Սլոտը։ Այո, Ռոսենյորը եւս կարող է աշխատել այդ ուղղությամբ, բայց կոնկրետ փոփոխություններն այնքան մանր են, որ դու չես էլ կարողանում կոնկրետ հասկանալ, թե ինչ է կատարվել Չելսիի հետ, որ իրենք սկսում են հաղթել, բայց միաժամանակ տեսնում ես, որ Չելսին շարունակում է ոչ հուսալի լինել պաշտպանությունում։ Վեսթեմը ժամանակի շուտ հավատաց հաղթանակին, դրա համար նստեց ու բաց թողեց 3 գոլ, թիմի լավագույն ֆուտբոլիստը անխտիր բոլորի կողմից դա Էնցո Ֆերնանդեսն է, ու ես միանշանակ կողմ եմ, Էնցո Ֆերնանդեսը այն ֆուտբոլիստն է, որը հիմա առաջ է տանում Չելսիին, ես չեմ ուզում ուղիղ համեմատականներ տանել Ֆրենկ Լեմպարդի հետ, որովհետև Լեմպարդը ինքը մի ուրիշ տիեզերական մակարդակի ֆուտբոլիստ է եղել Չելսիում, բայց Էնցո Ֆերնանդեսը փաստացի կատարում է այն ֆունկցիաները, որ անում է բանը, դուք ասեք, Լեմպարդը։ Էնցո Ֆերնանդեսը հիասքանչ է աշխատում որպես երկրորդ հարձակվող Տուգանային հրապարակում։ Էնցո Ֆերնանդեսը շատ լավն է, երբ որ ինքը 10 համար է։ Էնցո Ֆերնանդեսը շատ լավն է, երբ իր ուսերին չկա պաշտպանողական լուրջ գործողություններ կամ լուրջ պարտականություններ։ Երբ խաղադաշտում Անդրեյ Սանտոսը, երբ խաղադաշտում է Մոյզես Կայսեդոն, Էնցո Ֆերնանդեսը ավելի շատ է ստանում ազատ տարածություն ու դա բավականին լավ է։ Բայց Էնցո Ֆերնանդեսի լավ ֆուտբոլը ուղիղ համեմատական է Քոլ Փալմերի վատ ֆուտբոլի հետ։ Քոլ Փալմերը իհարկե վնասվածքից հետո դեռևս չի կարողանում վերադառնալ ու շատ լուրջ հարցականի տակ է նրա մասնակցությունը աշխարհի առաջնությանը, որովհետև այնտեղ հիմա այնպիսի կատաղի պայքարա կոնկրետ իր դիրքում, որ Թոմաս Տուխելը կարող է չվերցնել ուղղակի Քոլ Փալմերին ու չմտածել դրա մասին, որ Փալմերը հավաքականում չէ։ Այնտեղ կա Էզե, այնտեղ կա Ռոջերս, այնտեղ կա Բելինգեմ։ Մի խոս շատ ֆուտբոլիստներ կան, որ կարան խաղան Փալմերի դիրքում ու հավատացեք, որ եթե չլինի Փալմերը, կոնկրետ Անգլիայի հավաքականը, շատ բան այնտեղ չի կորցնի։ Չելսին հաղթում է, շարունակում է լավագույն քարյակի համար պայքարը ու Աստոն Վիլայի պարտությունը եւս սրում է ամեն ինչ, որպեսզի իրանք շարունակեն եւ փորձեն մրցաշրջանը ավարտեն հնարավոր բարձր հորիզոնականում։ Ավելի լավ բան տեղի ունեցավ Մանչեսթեր Յունայթեդի մոտ։ Մանչեսթեր Յունայթեդը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում ու դա անչափ կարևոր էր ու դա շատ հետաքրքիր էր, որովհետև եթե Արսենալի ու Մանչեսթեր Սիթիի դեմ խաղերում բոլորին պարզ էր, որ Մանչեսթեր Յունայթեդը խաղալու է երկրորդ համարով, Մանչեսթեր Յունայթեդի շեշտը լինելու են հակագրողները, որ Մանչեսթեր Յունայթեդը փորձելու է կարճել մրցակցի սխալներից, ապա կոնկրետ Ֆուլեմի դեմ խաղում Մանչեսթեր Յունայթեդը ֆավորիտ էր ու հետաքրքիր է տեսնել, թե ինչպես կխաղա Մայքլ Կարիկի թիմը ավելի շատ գնդակով, քան առանց գնդակ։ Ունկերներ, ես տպավորված եմ։ Մանչեսթեր Յունայթեդը խաղաց շատ լավ ֆուտբոլ։ Եթե նայում ենք ընդհանուր վիճակագրությունը, ապա տպավորություն կստեղծվի, որ հավասար խաղ էր։ Իրոք, տպավորություն կստեղծվի, որ հավասար խաղ էր, որովհետև ընդհանուր եթե նայում ես 58-42-ի դիմաց Ֆուլհեմ ավելի շատ էր տիրում գնդակին, բայց դա Ֆուլհեմի խաղաոճն է։ Մանչեսթեր Յունայթեդը խաղում էր, չգիտեմ, ինքը անցկացրեց երկու հավասար խաղակես, որտեղ երկու տարբեր խաղաոճով ինքը լավն էր։ Առաջինում կառուցողականն էր շատ լավը, երկրորդում դիպուկությունն էր բավականին լավը։ Հասկանում եք։
Ու ինչպես են բացվել շատ ֆուտբոլիստներ Մայքլ Կարիկի օրոք։ Ինչպես են բացվել շատ ֆուտբոլիստներ, ինչպես է Կազիմիրոն կրկին դարձել էլիտար ֆուտբոլիստ։ Ամեն շաբաթ ինքը էլիտար ֆուտբոլիստ է։ Ոնց գտավ Բրայան Բեմոյի համար լավ դիրք։ Ինչպես Բեմոն այդ լավ խաղային որակներով ուղակի դուրս հանեց Շեշկոին մեկներկային կազմից։ Ինչ լավ է աշխատում Ամադ Դիալոն։ Ինչ լավ են իրան կոմբինացիոն ֆուտբոլով առաջ շարժվում։ Այն որ ուղակի եւ որ sense նայում ես ասում ես Ամորիմ։ Չէր կարում sense։ Ես շարունակում եմ չքննադատել Ռուբեն Ամորիմին։ Ես շարունակում եմ ընդունել այն փաստը, որ Ռուբեն Ամորիմի համակարգը կարող էր աշխատել Մանչեսթեր Յունայթեդում, ինչպես եւ մյուս թիմերում։ Բայց ուղղակի Ռուբեն Ամորիմը կամաց կորցրեց հավատը։ Բայց ես շարունակում եմ ընդունել Ռուբեն Ամորիմին որպես լավ մարզիչ։ Մայքլ Կարիկին միայն բրավո։ Մայքլ Կարիկին միայն բրավո ու ինչում շատ լավը դուրս եկավ Մանչեսթեր Յունայթեդը ու ինչում ինքը ամենաշատը ինձ տպավորեց, որ ախր 2-0 հաշվով հաղթում էին։ Ամեն ինչ իրենց ձեռքերում էր։ Խիմենեսը խփում է մեկը։ Կևինը ֆանտաստիկ գոլ է խփում, երկրորդը։ Ու եթե վերջին տարիների Մանչեսթեր Յունայթեդի խաղը դիտելիս կամ իրաց մասի կարծիք ունենալիս դու կարող ես այս խաղը նայել ու ասել լավ, ոչ ոքի կամ էլ հեսա Ֆուլհամը մի հատ է խփի, որտեղ Յունայթեդը կոտրվել է։ Յունայթեդը պայթեց ու շարժվեց առաջ։ Յունայթեդը պայթեց, շարժվեց առաջ ու ընդամենը 3 րոպե հետո Շեշկոն խփեց հաղթական գոլը։ Ու ես ինձ նայում ասում եմ ինչ որ չափով, բայց այս տղաների մոտ մենթալիտետը փոխվել։ Ինչ որ չափով։ Ժամանակից շուտ դատողություններ չանենք։ Սպասենք մրցաշրջանի ավարտին, որովհետև մրցաշրջանի ավարտին նոր կարող ենք վերջնականապես եզրակացնել, թե արդյոք Մայքլ Կարիկ պրոյեկտը հաջող էր, թե ուղղակի մթնոլորտ փոխելու համար էր։ Բայց այսպես շարունակելու դեպքում Կարիկին պետք է առաջարկեն նոր պայմանագիր ու Կարիկը պետք է դառնա նոր գլխավոր մարզիչ, որովհետև այն ինչ հիմա անում է Յունայթեդը ոչ միայն տպավորիչ է, այլև գեղեցիկ։ Բրունո Ֆերնանդեշը 10 համարի դիրքում ֆանտաստիկ տղա է։ Ես շարունակում եմ պնդել, որ եթե Բրունո Ֆերնանդեշը մտածում է միայն ֆուտբոլի մասին ու Վինիսիուսի անում խաղադաշտում, Բրունո Ֆերնանդեշը աշխարհի լավագույն կիսապաշտպաններից մեկն է։ Իսկ Մանչեսթեր Յունայթեդի վստահաբար թեկուզ եւ 3-2, բայց վստահաբար հաղթանակը պատկերավորում է մեկ իրավիճակ, կոնկրետ երկրորդ գոլի ժամանակ, երբ Կազեմիրոն բրազիլական ոճով, այսինքն հասկանում եք բրազիլացին ասիստ է կատարել բրազիլացուն, իսկ մյուսը գոլ է խփել։ Առանց նայելու, ուրիշ տեղ նայելով Բեմոյին, փոխանցում է կատարում Կունյան դառնում է գոլնյակ, որպեսզի հասկանաք թե ինչքանով է հանճարեղ այդ ամենը, սա Ռոբերտո Ֆիրմինոյի դատարկ դարպասի գոլը չէ, որ ինքը ուրիշ կողմ է նայում ու գոլ է խփում։ Կազեմիրոյի այդ հնարքը, հայացքով հնարքը ուներ իր նպատակը, որովհետև որտեղ որ նայում է Կազեմիրոն, այնտեղ դատարկ ազատ կանգնած է Բրայան Բեմոն։ Ու պաշտպանները ուշադրություն դարձնում են արդեն այդ պայն Բեմոյին, բայց գնդակը գնում է դեպի Կունյան։ Բրավո Մանչեսթեր Յունայթեդ։ Իհարկե, բրավո։ Լիվերպուլի գործերը շատ բարդ են, որովհետև Լիվերպուլը եթե հիմա հավաքում է մարզավիճակ ու կարող է հաղթել մնացած խաղերում, որպեսզի պայքարի քառյակում, իրա դիմաց կանգնած են թիմեր, որոնք եւս չեն պատրաստվում այդ դիրքերը տալ։ Այնպես որ Անգլիայի Պրեմիեր լիգայում, ինչպես չեմպիոնության, այնպես է լավագույն քառյակի համար։ Երևի թե ավելի շատ քառյակի համար։ Պայքարը սրանում է։ Անպայման հետևեք։ Դες վերջում Մանչեսթեր Սիթի Տոտենհեմ տուրի կենտրոնական հանդիպումը, որտեղ Մանչեսթեր Սիթին հերթական անգամ սայթակեց, ինչը շատ վատ է Պեպ Գվարդիոլայի համար, ու սրա մասին մի փոքր կարճ կխոսեմ։ Մանչեսթեր Սիթին առաջին խաղակեսում լավն էր, ավելի, բայց Տոտենհեմը ուղղակի խայտարակություններ, միակ ֆուտբոլիստը, որը փորձում էր ինչ-որ բան ստեղծել, դա Սիմոնսն էր, բայց միայնակ ինչպես եւ Մորգան Ռոջերսի ժամանակ Աստոն Վիլան այս վերջի խաղում չի ստացվում։ Տոտենհեմը 0 էր, Պրոստը 0 էր, Ռադու Դրագուշինը ուղղակի տապալեց, 2 գոլներ եկավ Ռադու Դրագուշինի սխալից ու շատ եմ ցավում, որ այդ ֆուտբոլիստը հիմա խաղում է Տոտենհեմում, իհարկե ակնկալիքները մեծ են, երբ որ ինքը տեղափոխվեց իտալական ասերիայից, բայց իտալական ասերիայում էլ նենց ինքը թոփ էր, ուղղակի լավ վիճակագրություն ուներ, բերեցին Տոտենհեմ, իսկ Տոտենհեմում գրեթե բոլոր ֆուտբոլիստները վախճանվում են։ Մանչեսթեր Սիթին հաղթում էր 2-0 հաշվով Սեմենյոյի ու Շերկի գոլերի շնորհիվ։ Հոլանդը շարունակում էր ստվերի տակ մնալ, երկրորդ խաղակեսը ուղղակի հակառակ process եղավ, բայց ես ընդամենը մեկ դրվագից եմ ցանկանում խոսել ու որպես այդպեսին ամփոփել այս տեսանյութը, շատ կարճ է լինելու City-ի մասին։ Երկրորդ խաղակեսում Տոտենհեմը ակտիվացավ ընկերներ, բայց ես հերթական անգամ ատում եմ այն հանդիպումները, որտեղ
ամեն ինչ որոշվում է մրցավարական սխալ որոշումներից։ Ամեն ինչ։ Երկրորդ գոլը։ Եթե նայում ենք օրենքով, ես ես հիմա ուղիղ օրինակ կբերեմ 2000 որ թվականին Բավարիան դարձավ չեմպիոն 2020 19-20 մրցաշրջաններ, այո, 19-20 մրցաշրջանի 1-8 եզրափակում Բարսելոնան հանդիպեց Նապոլիին։ Ու երկրորդ խաղում, երբ Կուլիբալին պետք է արդեն խլեր գնդակը, Լիոնել Մեսին ոտքն առաջ է դնում, ոտքը հայտնվում է խոտածածկին ու Կուլիբալին հարվածում է Մեսիի ոտքին։ Կա երկու տարբերակ, որից մեկը խախտում է, մեկը ոչ։ Եթե նման հարված կատարվում է թիկունքից ոտքին, բայց մրցակցի ֆուտբոլիստը ոտքը չի հենել խոտածածկին, դա խախտում չի համարվում։ Ընդհանրապես չի համարվում, որովհետև փաստացի հարցակվող թիմի ֆուտբոլիստն է խախտել կանոնները, որ կանգնել է պաշտպանվող թիմի ֆուտբոլիստի ճանապարհին։ Բայց երբ ոտքը դիպչում է խոտածածկին ու նորը հարվածը լինում, դա 100%-անոց խախտում է պաշտպանվող թիմի կողմից։ Հիմա ամեն ինչ սկսվեց հենց նմանատիպ խախտումից, երբ Դոմինիկ Սոլանկեն բացեց հանդիպման հաշիվը։ Ներողություն, բացեց հանդիպման հաշիվը Տոտենհեմի համար։ Առաջին գոլն էր։ Բայց ախր այնքան աբսուրդային էր այդ դրվագը, որ նույնիսկ զարմանում եմ, թե ինչպես են պրոֆեսիոնալ վարում աշխատող մրցավարները եւ գլխավոր մրցավարը, որովհետեւ Մարգեհին կանգնում է գնդակի ճանապարհին, երկու ոտքերն խոտածածկին։ Դոմինիկ Սոլանկեն հարվածում է Գեհիի ոտքին, Գեհի հարվածն այնքան ուժեղ է լինում, որ Գեհին առաջ է տանում ոտքը, դիպչում է գնդակին ու լինում է ինքնագոլ։ Բայց ախր արտիստիզմը չունի Մարգեհին, չընկավ, չսկսեց գոռալ, դրա համար գոլը հաշվեցին։ Բայց այդտեղ տոտալ խաղի կանոնների խախտում էր։ Տոտալ խախտում էր։ Այսինքն երկու կարծիք ընտեղ կամ 99% չկա նման բան։ Twitter-ում տեղադրել էին, որ այնտեղ կա, չէ, Պրեմիեր լիգան ունի իր ակաունտը, որտեղ բացատրվում է վառի կայացրած որոշումները։ Այնտեղ գրած էր, որ Դոմինիկ Սոլանկեն խաղացել է գնդակին։ Ավելի աբսուրդ պատասխան ես չէի սպասում։ Լուրջ եմ ասում։ Գոնե գրեն լավ, մրցավարը սխալվել է։ Բայց խաղացել է գնդակին, երբ ամբողջ աշխարհը տեսավ, որ հարվածեց ոտքին Սոլանկեն Գեհի, ամբողջ աշխարհը տեսավ, որ խախտում էր դա։ Դրանից հետո Տոտենհեմը ակտիվացավ, խփեց երկրորդ գոլը ու արդյունքում հաշիվը շատ օրինաչափ էր 2-2 Տոտենհեմը սեփականակի տակ չի պարտվում Մանչեսթեր Սիթիին, այս մրցաշրջանում Տոտենհեմը չի պարտվում Սիթիին, առաջին խաղում հաղթել են 2-0, այս խաղը 2-2։ Երկրպագուները ցանկանում էին, որպեսզի Տոտենհեմը պարտվի, որպեսզի Թոմաս Ֆրանկին հեռացնեն, դա տեղի չունեցավ, բայց հաջորդ խաղը կարող է լինել այդ իրադարձությունը, որովհետև Տոտենհեմի հաջորդ խաղն արտագնա է Մանչեսթերյան մյուս թիմի դեմ, Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում։ Պեպ Գվարդիոլան արդեն իսկ սահմանափակ է, դա ուղղակի պետք է փաստել, Պեպ Գվարդիոլան չի խաղում այն ֆուտբոլը, որը մենք տեսել ենք երկար ժամանակ, ու դա նորմալ է, ֆուտբոլիստներն էլ են հոգնում, մարզիչներն էլ հոգնում, մոտիվացիայի պակաս կա, երբ դու հաղթել ես ամեն ինչ, ու երևի թե սա կլինի վերջին մրցաշրջանը Պեպ Գվարդիոլայի համար, երկու հիմնական տեխնացու եմ ես տեսնում, դա Խաբի Ալոնսոն է ու Էնցո Մարեսկան, երկուսն էլ կարող են աշխատել այնտեղ, երկուսի մոտ էլ վստահ եմ, որ կստացվի, որովհետև համակարգային առումով նման են Պեպ Գվարդիոլական ֆուտբոլին, այնպես որ ես սպասում եմ, որ ամռանը Գվարդիոլան եւս կգնա հանգստի, իսկ նրա փոխարեն կգա ավելի թարմ մասնագետ, որը կվերակենդանացնի Մանչեսթեր Սիթին։ Սիթին ետ է մնում արդեն Արսենալից ավելի շատ միավորներով, երևի թե Արսենալը չի կորցնի այս առավելությունը, հուսամ չի կորցնի ու վերջապես կդառնա Պրեմիեր լիգայի հաղթող, բայց սա այն մրցաշրջանն է, երբ Արսենալը հաղթում է, իսկ նրա ուղիղ մրցակիցները շարունակում են տապալվել, ինչպես եւ մարդիկ խոսում են Լիվերպուլի չեմպիոնության մասին։ Ես էլ ունեմ դրա իրավունքը։ Երևի թե այսօրվա համար այսքանը աբսուրդային մրցավարական որոշումներով լի վիկենդ էր, կհանդիպենք արդեն մի քանի օրից, կխոսենք բանից դուք ասեք, խոսենք նաև Չեմպիոնների լիգայի մասին, 1/16-րդ եզրափակիչն է մոտենում ու հենց այդ ժամանակ վիճակահանություն, արդյունքներ, հանդիպումներ, այնտեղ երկու թիմ կա, երկու խաղ կա, որ ես ուզում եմ դիտել, դա Բենֆիկան Ռեալ Մադրիդն է, Ժոզե Մորին ճակատագրի բերումով կրկին Մորինյոն կխաղա Ռեալի դեմ, արդեն փլեյոֆում, պլյուս Գալաթասարայ Յուվենտուս։ Գալաթասարայ Յուվենտուս խաղն է հետաքրքիր, որովհետև Յուվենտուսը այտենց վառ ֆուտբոլով աչքի ընկավ ընդամենը մեկ անգամ, որը ես դիտեցի, դա Նապոլիի դեմ էր, իսկ Գալաթասարայը շատ անհարմար մրցակից է, որտեղ պետք է իհարկե զգույշ լինել։ Այսօրվա համար այսքան ընկերներ, շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, ձեզ հետ Գևորգ Մալաքյանն էր, հաջողություն։